Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 28-ն է, օրը ուրբաթ։ Աշտան վերջին աշխատանքային շաբաթն ենք միասին ամփոփելու, իսկ հաջորդ շաբաթ արդեն միասին կդիմավորենք ձմռան առաջին օրը։ Այո, օրը ուրբաթ է, այն էլ սև։ Երեք Միացյալ Նահանգներում տոնեցին ամենաազգային ու ամենասպասված տոնը՝ Գոհաբանության օրը, եւ Գոհաբանության օրվանից էլ սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է ծննդյան տոները եւ շարունակվում մինչեւ ամանոր։ Գոհաբանության օրը կամ Thanksgiving Day-ը դրան հաջորդող առաջին ուրբաթն ամեն տարի նշվում է որպես սև ուրբաթ, օր, որն ընդհանրապես չի համապատասխանում իր մռայլ անվանմանը։ Սև ուրբաթը գնումների սիրահարների համար տարվա ամենավառ օրերից է, երբ խանութներն առաջարկում են աննախադեպ զեղչեր։ Այո, հենց սև ուրբաթից է արևմտյան երկրներում սկսվում վաճառքի ավանդական Սուրբ Ծննդյան սեզոնը, իսկ սև ուրբաթ տերմինը հայտնվել է միայն 1966 թվականին Ֆիլադելֆիայում, օրն այնպես է անվանվել վարորդների կողմից վթարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնին հաջորդող օրը։ Դե իհարկե մեզ մոտ էլ Երևանում, երբ սև ուրբաթ է, խայտառակ խցանումներ են, Հայաստանում հաստատվել է բնականաբար այդ օրը եւ վստահաբար վարորդները խցանումներից չեն խուսափում, իսկ գնումների սիրահարները գոհ երջանիկ ավարտում են իրենց գնումներն ու վերադառնում տուն։ Այո, այսօր իրոք շատ երջանիկ օր է լինելու, բայց մենք իրականում օրը սովորաբար սկսում ենք նաև եղանակային նորություններով, բայց այսօր չենք կարող չխոսել մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշի մասին։ Վերջին օրերին օդի տուրբուլենտականության դադարով քամիների բացակայությամբ պայմանավորված արարատյան գոգավորության հատվածում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակն անհանգստություն առաջացրել քաղաքացիների շրջանում, չնայած որ համապատասխան կառույցների մասնագետները վստահեցնում են, որ օդի աղտոտվածությունը դեռ թույլատրելի սահմանում է, չնայած չգիտեմ ինչ է նշանակում օդի աղտոտվածությունը դեռ թույլատրելի է։ Եթե օդը աղտոտված է անգամ 1%-ով, դա անթույլատրելի է։ Բայց իհարկե սա չի նշանակում, որ չկան ռիսկի գործոններ, ինչքան էլ որ նրանք ասում են դեռ թույլատրելի է, այնպես որ հնարավորինս փակ պահեք պատուհանները, սիրելի հեռուստադիտողներ, ու հետևեք առողջությանը։ Այս արտահայտությունն էլ իրականում չեմ հասկանում, հնարավորինս փակ պահեք, որովհետև ինչ-որ շատ հնարավորինս մի շնչեք կամ ուղղակի հետևեք շատ մարդկանց օրինակին, ուղղակի գնումներ կատարեք, գնումների մեջ թող լինի օդը մաքրող սարք, որը իրոք փրկության վերջին ջատագովն է այս պահին։ Եվ իհարկե տրավմատիկ կերպով կարող ենք հիշել COVID-ի ժամանակներից այն դիմակները, երբ կրում էինք, այսօր դրանք նորից կարելի է ասես ակտուալ են դարձել մեր աղտոտված օդի պատճառով, կարելի է համապատասխան դիմակներ կրել, հատկապես երբ որ ունեք ռիսկային առողջական վիճակներ, երբ որ օդի աղտոտվածությունը միանգամից սուր կարող է ազդել ձեր վրա, անպայման կրեք գոնե դիմակներ այս դեպքում եւ ինչպես Լիլիթը նշեց, անպայման ունեցեք օդը մաքրող սարքավորումներ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ճիշտ է, շատ հրաշալի նորությամբ չսկսեցինք այսօր մեր եթերը, բայց հրաշալի ընթացք ենք ունենալու, մենք վստահեցնում ենք ձեզ, պատրաստեք ձեր սուրճը եւ հետևեք մեր ընթացքին, իսկ մենք ձեզ սիրով ներկայացնենք մեր գործընկերոջ Ժակո Հրժակյանի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նշպահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտի շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ վկուսան, գետնանուշի փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեսթը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Եվ ինչպես միշտ այսօր էլ, ինչպես նշեցի արդեն, շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու մեր հյուրերի հետ, անդրադառնալու ենք Դավիդյանց պոլիկլինիկաների մասնագետների հետ, կզրուցենք մեր կանանց առողջությանը վերաբերող ամենակարևոր հարցերի եւ գինեկոլոգիական ծառայությունների մասին, որոնք հասանելի են Դավիդյանց պոլիկլինիկաներում։ Այո, այնուհետև տաղանդավոր մարդկանց ենք հյուրընկալելու մեր տաղավար, դրամատիկական թատրոնում կայացած քին բեմադրության մասին ենք զրուցելու, որին երկար էին սպասում ինչպես արտիստները եւ նրանք էլ ասում են, որ հանդիսատեսը շքեղ հանդերձանք, գեղեցիկ բեմադրական ու նկարչական լուծումներ, տաղանդավոր ստեղծագործական եւ դերասանական կազմ։ Այո, բոլոր մանրամասների մասին մենք կզրուցենք մեր տաղանդավոր հյուրերի հետ, նաեւ անդրադառնալու ենք օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող մոդեռնիզմի հոսքեր խորագրով ցուցահանդեսին, որին ներկայացված են 40 արվեստագետների մոտ 100 աշխարհ
աշխատանք։ Հետաքրքիր մանրամասների մասին մենք կզրուցենք արդեն մեր տաղավարում, այո, որտեղ կհյուրընկալենք հյուրերին, եւ այս ընթացքում մենք իհարկե մեր մշտական էջերին կանդրադառնանք, կծանոթանանք կինոինդուստրիայի զարգացման պատմությանն ու կպարզենք օրվա բաղադրատոմսը Սաթի հետ։ Միասին միանշանակ, ինչից էլ սկսվում է իհարկե մեր եթերի բուն ընթացքը, բայց մինչև Սաթենիկին ողջունելը ունենք շատ համեղ գործընկեր, որի մասին պետք է անդրադարձ ունենանք, դա լուսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունն է, ինչը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Իսկ հիմա տրամաբանական շարունակությամբ տեղափոխվում ենք խոհանոց հասկանալու համար, թե ինչ է առաջարկում այսօր մեզ Սաթը նախաճաշի համար, իսկ ձեզ ուղղակի տանը պատրաստելու համար։ Բարի առավոտ, Սաթ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալություն, որ օրը սկսում եք մեզ հետ, ես շատ ուրախ եմ, որ օրը սկսում ենք ձեզ հետ միասին։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուրբաթ օր է, առաջարկում եմ լանգետ, առավոտ շուտ ես աղմկում եմ, ինչ է հարկավոր լանգետի համար, հավի կրծքամսքով եմ պատրաստում լանգետը, մուրճ, սննդի համար նախատեսված թաղանթ, որպեսզի մուրճով երբ որ հարվածում եմ, դուրս չգա, չմտնի արանքները, հարմար լինի եւ իդեպ շատ արագ է պատրաստվում։ Սպիտակուցներով հարուստ է, նրանք ովքեր իրենց կազմվածքը պահում եւ պահպանում են, նրանք ովքեր սպորտով են զբաղվում, այնքան քիչ ճարպ կա, այնքան կարևոր է սպիտակուցներով հարուստ է, կարող եք ցանկացած ժամանակ պատրաստել արագ պատրաստող հավի կրծքամսով լանգետը, համեմել օրինակ, ինչու ոչ, դեղին տեսակի պաներով, մի քիչ կալորիականությունը բարձր է, բայց որ համադրում է, ստացվում է բալանսավորված սնունդ։ Հակաօքսիդանտներով հարուստ մեր լոլիկը, որը մանրացնելու եմ երկարավուն, կտրատելու եմ վրան դնեմ, մեկը այդպես եմ պատրաստելու, իսկ մյուս տարբերակները, որոնք թողել եմ, որպեսզի արդեն համեմեմ հետո տեղափոխեմ ջեռոցի մեջ կամ տապակի մեջ, ավելացնելու եմ ձու, ավելացնելու եմ պաքսիմատ, խրթխրթան տարբերակ ենք ստանալու։ Սիրելի հեռուստադիտողներ, արդեն հասրել եմ աղմկել մի քանի հատ տափակացրել եմ, ավելացրել եմ համեմունքներ, թողնելու եմ մի քանի րոպե, որպեսզի համեմունքների մեջ ամբողջությամբ միասեռ զանգված դառնա, այնուհետև ինչպես նշեցի, լոլիկը եւ պանիրը կավելացնեմ, մնացածը ձու եւ պաքսիմատ։ Մի փոքր ձիթայուղով, 2 տապակ եմ դրել, որպեսզի 2 տարբեր լանգետներն էլ պատրաստեմ։ Դե եթե խոսում ենք հավի կրծքամսից, արդեն իսկ առավոտ շուտ սկսել եմ իմ աշխատանքը, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականուց առանձնացրել եմ հավի կրծքամիսը, փափկամիսը եւ լանգետ եմ առաջարկում։ Ամբողջ տեսականին հենց այս պահին ձեր էկրաններին կլինի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրակ թռչնամիս, սիրով պատրաստված Յունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում, Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքումը ամբողջ Երևանում անվճար, զանգահարեք 041 01
0142, Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որ դառնում է վստահություն։ Դե իհարկե, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված հավի փապկամիսը ես համեմել եմ Մարանիկի կողմից առաջարկված սև եւ կարմիր պղպեղներով մի փոքր աղ եմ ավելացրել, հիշեցրել, որ Մարանիկը նաեւ աղ ունի, յոդացված աղ, որը մեր երկրի համար, հատկապես մեր օրգանիզմի համար շատ կարևոր է։ Այնպես որ դուք էլ ձեռք բերեք, ձեր խոհանոցում անպայման ունեցեք եւ այն ինչ ես առաջարկում եմ Բարելիսյան խոհանոցում, անպայման զուգահեռ ինձ հետ միացին պատրաստեք։ Մարանիկի ամբողջ տեսականին այս պահին ձեր էկրաններին է։ Ասեցի, որ արդեն համեմել եմ սև պղպեղով, կարմիր պղպեղով եւ յոդացված աղով։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այս պահի համար ամբողջը թվարկված է, կեսը արված է, խոսքը սիրով տեղափոխեմ Լիլիթին եւ Արմանին, թող նրանք շարունակեն, ես էլ դեռ պետք է աղմկեմ։ Իհարկե գովազդի ընթացքում հիմա իրենց խոսքին չեմ խանգարի։ Համեցեք, խոսքը ձերն է։ Շնորհակալություն Սատ, այո, աղմկիր, բայց մեզ մի վնասիր, որովհետև մենք ունենք գործընկեր, որ ամեն դեպքում մեզ պաշտպանելու է։ Եվ մենք սիրով ներկայացնենք մեր նոր գործընկերոջը, Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությունը, առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, արձագանք։ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ ապահով զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին, զանգահարելով 099 27 50 07 համարին։ Իդեպ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն ու ցանկանում եք աշխատել կայուն ու վստահելի թիմում, ապա զանգահարեք 27 50 07 հեռախոսահամարին 099-ով։ Եվ իհարկե նաև կունենաք աշխատանք, ինչու ոչ։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, ընդմիջենք գովազդով, հետո արդեն տաղավարում կհանդիպենք հյուրերի հետ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր մեր զրույցը սկսում ենք առողջության պահպանումից եւ Դավիդյանց պոլիկլինիկաները հանրությանը ներկայանելով նոր ձևաչափով մատուցում են պրոֆեսիոնալ եւ բազմապրոֆիլ ծառայություններ, կարևորելով որակն ու մասնագիտական բարձր պատասխանատվությունն ու փորձառությունը։ Այսօր մասնագետների հետ զրուցելու ենք Դավիդյանց պոլիկլինիկաներում մատուցվող գինեկոլոգիական ծառայությունների մասին, որոնք ներառում են ինչպես ամբողջական հետազոտություններ, այնպես էլ հղիության պլանավորում եւ վարում։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են Դավիդյանց պոլիկլինիկաների սոնոգրաֆիստ Լուսինե Հովհաննիսյանը, բարի առավոտ, մանկաբարձ գինեկոլոգ Էվելինա Կարապետյանը, բարի լույս, եւ մանկաբարձ գինեկոլոգ Մարիա Մանվելյանը, բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Իսկապես կարևոր թեմա է, միանշանակ նոր կյանքի սկիզբը, ինչպես ասում են, ձեր թեթև ձեռամբ է տեղի ունենում եւ նաեւ շարունակվում եւ իհարկե կարելի է սկսել սկզբից։ Հիմնականում ինչպիսի գինեկոլոգիական ծառայություններ է մատուցվում Դավիդյանց պոլիկլինիկաներում։ Նախ բարի առավոտ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դավիդյանց պոլիկլինիկաներում մենք իրականացնում ենք կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ լայն շրջանակ ունեցող գինեկոլոգիական հետազոտություններ, որոնք ապահովում են յուրաքանչյուր կնոջ համար ժամանակակից եւ անհատական մոտեցում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, այսինքն ես ներկայացնելուց նշեցի, որ կանանց համար հստակ ինչ-որ փաթեթներ են գործում գինեկոլոգիական։ Ուզում եմ մի քիչ այդ փաթեթներից խոսենք, ինչեր են ներառում այդ փաթեթները իրենց մեջ։ Կանանց համար ունենք հատուկ հիմնական փաթեթ, որը մշակված է կանանց առողջական խնդիրների վաղ հայտնաբերման եւ գնահատման համար, եւ փաթեթը իր մեջ ներառում է այն բոլոր հետազոտությունները, որոնք յուրաքանչյուր կին պետք է անցնի տարեկան 1 անգամ կանխարգելիչ նպատակով այդ հետազոտությունները
են ու այն իր մեջ ներառում է գինեկոլոգիայի խորհրդատվություն եւ զննություն, փոքր կոնքի օրգանների եւ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, պապ քսուկ, արգանդի վզիկի բջջաբանական քննությունն է, որը նախատեսված է նախաքաղցկեղային վիճակները վաղ հայտնաբերելու նպատակով, վարակների սկրինինգ ենք իրականացնում, անհրաժեշտության դեպքում, եթե կարիքը կա կոլպոսկոպիա եւ լաբորատոր հետազոտություններ ընդհանուր առողջական վիճակի գնահատման համար։ Այն ինչ ուղղակի պետք է անել, որպեսզի առողջ կյանք ունենաս եւ առողջ լինես։ Նախ եւ այո, երեխան առողջ վիճակներում լինի։ Դա պլանավորման համար է։ Դա պլանավորման մասն է խոսքը, դուք ավելի շատ գիտեք, բայց ինձ հետաքրքրում է նաեւ ընդհանուր փաթեթի մեջ ներառված այդ խորհրդատվությունը, ես գիտեմ, որ նաև մինչև հատուկ անալիզներ կան, կարող եք ասել, որ սա կանխարգելող հիմնական վերաբերմունք է որպես այդպեսին, որպեսզի գինեկոլոգիական գրեթե բոլոր խնդիրները պարզ լինի եւ Այո, կարելի է ասել, որ այս հետազոտություններով գրեթե գինեկոլոգիական խնդիրների մեծ մասը հնարավոր է լինել, հնարավոր է հայտնաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է, ինչպես ասացինք, արդեն կլինիկական զննություն, լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ, բայց պետք է նշեմ, որ 100%-անոց մեկ փաթեթ գոյություն չունի ախտորոշման համար եւ յուրաքանչյուր բուժառուի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։ Հետաքրքիր է, ասում եք անհատական մոտեցումը փաթեթները ամբողջությամբ չի, որ կարող են կանխարգելել ու գտնել հիվանդությունը։ Ինձ այստեղ հետաքրքիր է, ավելի լավ է վերցնել փաթեթ, որովհետև ինքը շատ հրաշալի ֆունկցիաներ ունի ամեն դեպքում, թե ուղղակի անհատապես ինչից որ գանգատ ունես, մոտենաս այդպես տեսեք, տարեկան կանխարգելիչ բուժզննումը, եթե անցնում է բուժառուն ու կինը, հետագա խնդիրների հայտնաբերման պարագայում արդեն անցնում ենք լրացուցիչ հետազոտությունների ելնելով խնդրից։ Այսինքն դա կախված է կհայտնաբերվի խնդիր թե չէ, բայց վերցնել կանխարգելիչ փաթեթը լավ է, որովհետև ինքը բավականին ընդգրկուն է, այսինքն մեծ մաս հետազոտությունները ներառում է իրան։ Սա նշանակում է, որ այս հետազոտությունից հետո գրեթե ազատվում ես հավելյալ այլ հետազոտությունների դիմելուց։ Այո, եթե չի հայտնաբերվում, ենթադրենք խնդիր, ամեն ինչ նորմալ է, ու կարելի ասել 1 տարի կարող ես հանգիստ լինել, մինչև մյուս տարվա կանխարգելիչ հետազոտությունները։ Դե հետազոտությունների մեջ միանշանակ նաև մտնում է սոնոգրաֆիան, այո, ես ասացի փոքր մեր մասով փոքր կոնք եւ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն սոնոգրաֆիա։ Այո, Բժշկուհի Հովհաննիսյանը սոնոգրաֆիայի վարպետ է այս դեպքում եւ կարելի է հետաքրքիր է իմանալ ինչպիսի գինեկոլոգիայում արկա սոնոգրաֆիական ծառայություններ է մատուցվում Դավիթյանց։ Ուրեմն գինեկոլոգիայում սոնոգրաֆիկ հետազոտությունը ամենակարևոր գործիքներից է համարվում եւ մենք Դավիթյանց պոլիկլինիկաներում առաջարկում ենք ինչպես ստանդարտացված հետազոտություններ, այնպես էլ խորացված եւ մասնագիտացված հետազոտություններ։ Դրանք իրենց մեջ ներառում են փոքր կոնքի ծավալուն ընդգրկուն ուլտրաձայնային հետազոտությունը, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն գինեկոլոգիական օրգանները, ինչպիսիք են արգանդը, ձվարանները, արգանդի խոռոչը, լորձաթաղանթը, այնպես էլ հարակից օրգանների մանրամասն զննությունը։ Բացի այդ մենք կատարում ենք օրինակ ֆոլիկուլոմետրիա, որը իրենից ներկայացնում է օվուլյացիայի վերահսկողություն, շատ հաճախ հանդիպող հետազոտություն է հղիության պլանավորումից առաջ, ինչպես նաև հորմոնալ խնդիրներ ունեցող աղջիկների եւ կանանց ժամանակ։ Բացի այդ մենք ուրեմն կատարում ենք վաղ շրջանի հղիության հաստատման ուլտրաձայնային հետազոտություն, որը շատ կարևոր է, քանի որ հաճախացել են արտարգանդային հղիությունները։ Ինչքան է այդ վաղ շրջանի հղիություն։ Մինչև 7 շաբաթ։ 7 շաբաթ։ Ցանկալի է 5-6 շաբաթական։ Արտարգանդային հղիություն։ Այսինքն հղիությունը, այո, հղիությունը տեղակայված է ոչ արգանդում եւ դա շատ վտանգավոր իրավիճակ կարող է իրենից ներկայացնել։ Ես ինչքան գիտեմ, նաեւ աղջկան է, չէ՞, վտանգ սպառնում, աղջկա կյանքին է վտանգ սպառնում, ով միանշանակ, առաջին հերթին հենց կնոջն է սպառնում։ Շատ լավ, միանշանակ այս ամենի մասին, եթե կարելի է առավել մանրամասն խոսենք, որովհետև մենք խոսում ենք հղիության պլանավորումից, մինչև արդեն բուն ընթացք եւ հղիության սկրինինգ, այ ինչ է նշանակում այս ամենը, ինչպիսի փոխադարձ process է։ Քանի որ հղիության ժամանակ առանցքային դեր ունի սոնոգրաֆիկ ծառայությունը, եւ մենք մեզ մոտ կատարում ենք ինչպես ստանդարտացված ժամկետային հետազոտություններ, որոնք որ հաճախակի ամեն տեղ են կատարվում, այնպես եւ մասնագիտացված հետազոտություններ, օրինակ դրանց են պատկանում քրոմոսոմային անոմալիաների, տրիսոմիաների, բոլորիս հայտնի օրինակ Դաունի համախտանիշի ձևավորման ռիսկերի գնահատականը։
Դոպլեր հետազոտությունը կարող եմ այստեղ նաև նշել։ Մենք ունենք հնարավորություն կատարելու 3D եւ 4D հետազոտություններ։ Դավիթյանց պոլիկլինիկաներում մենք Որ ամսից է կատարվում 3D եւ 4D հետազոտությունը։ Ամենասկզբից, հենց հղիությունը դիտվում է, մենք կարող ենք այդ կատարել։ Սա նաև պլանավորման մասին է, եթե չեմ սխալվում։ Ինձ հետաքրքրում է Բժշկուհի Մանվելյան, եթե դուք պատմեք մասնագիտական այս հատվածը, ես գիտեմ, որ վերջին տարիներին շատ զույգեր պլանավորում են հղիությունը, նոր դրվում են այդ ընթացքին, հետաքրքիր է այստեղ ունենք հղիության նախապատրաստման փաթեթ։ Ինչ է իրենից ներկայացնում հղիության նախապատրաստման փաթեթը, օրինակ ինչպիսի խորհուրդներ կամ ինչ գործընթաց է։ Իսկապես վերջի տարիներին շատացել է այս զույգերի թիվը, ովքեր ցանկանում են նախապես հետազոտվել, ունենալ պատկերացում իրենց առողջական վիճակի մասին, որից հետո նոր միայն պլանավորել հղիությունը։ Սա շատ ճիշտ եւ ժամանակակից մոտեցում է եւ այդ իսկ պատճառով մենք ունենք հատուկ հղիության նախապատրաստական փաթեթ, որը միտում ունի բացահայտելու այն բոլոր բացասական գործոնները, որոնք կարող են ազդել բեղմնավորման, հղիության բնականon ընթացքի, պտղի նորմալ զարգացման վրա եւ կարելի ասել սա շատ ճիշտ մեկնարկ է ապագա մայրիկի համար։ Փաթեթը իր մեջ ներառում է գինեկոլոգիական խորհրդատվությունը, զննումը, անհատական ռիսկերի վերլուծությունը, հորմոնալ հետազոտությունները, ինչպես վահանաձև կեղծի, այնպես էլ սեռական հորմոնների, ինֆեկցիոն սկրինինգները, այսպես կոչված հայտնի տորչ ինֆեկցիաների եւ սեռավարակների հայտնաբերումը, ուլտրաձայնային հետազոտությունները եւ այլ ստանդարտացված լաբորատոր հետազոտություններ։ Անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք նաև բոլոր հնարավոր նեղ մասնագիտական խորհրդատվությունները, որոնք կարող են պետք գալ քրոնիկ հիվանդությունների հսկողության եւ հղիության հետ կապված այլ սոմատիկ բարդությունների ախտորոշման եւ բուժման համար։ Եւ որպես ընդհանուր կարող ենք ասել, սա շատ ճիշտ եւ արդարացված տարբերակ է ծնող դառնալու ճանապարհին։ Իսկապես նախապատրաստվելը կարևոր է։ Շատ կարևոր է ու ես իրոք ողջունում եմ այդ տենդենսը, որ արդեն Հայաստանում եւս տարածվում է։ Մենք գիտենք, որ Դավիթյանց պոլիկլինիկաներում բացի հղիության սովորական վարման ընթացքից նաեւ այցելուն հնարավորություն ունի, որ իր հղիությունը վարի Վրույր Գրիգորյանը։ Այո, Ֆելիքսովիչ Գրիգորյանը։ Ես ուզում եմ մի փոքր այս հնարավորության մասին մենք խոսենք։ Նախ պատմենք Ֆելիքսովիչ Գրիգորյանի մասին։ Եվ հետո թե ինչպիսի հնարավորություն է նրա Դավիթյանց պոլիկլինիկաներում ինչպես իրականացվում է ինչպես հղիության ստանդարտ վարում, այնպես էլ հղիի ցանկության պարագայում հղիությունը վարում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, որը Ֆելիքսի Գրիգորյանը։ Ունենք ստանդարտացված փաթեթ, որը իր մեջ ներառում է հղիության ամենափոքր ժամկետից մինչև ծննդաբերություն, հղիության լիարժեք համալիր, հսկողություն, ինչպես ուլտրաձայնային հետազոտության բոլոր տարատեսակները, լաբորատոր հետազոտությունները, գործիքային հետազոտությունները եւ նեղ մասնագիտական հնարավոր բոլոր հետազոտությունները։ Սա կարելի է ասել հղիի համար ամենալավագույն տարբերակն է, ամենափոքր ժամկետից մինչև ծննդաբերություն, ցանկացած հատվածում հղիության լինել գրագետ եւ որակյալ մասնագետի հսկողության տակ։ Այո, մենք ունենք տեսանյութ իրականում, որտեղ որ ավելի պատկերավոր կերպով կարող ենք կարծիք կազմել եւ անձեն աչքով տեսնել, թե ինչ է կատարվում այս հատվածում։ Դիտենք, վերադառնանք գովազդից հետո։ Մնացեք մեզ հետ, որովհետեւ կարևոր զրույցը կշարունակենք։ Սիրելի կանայք, ապագա մայրեր, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր ձեր հղիության ողջ ընթացքի վարումը կարող եք անցնել Դավիթյանց պոլիկլինիկաներում, մանկաբարձ գինեկոլոգ Վրույր Ֆելիքսի Գրիգորյանի հսկողությամբ։ Հղիության ընթացքում կգտնվեք մշտական հսկողության տակ, կանցնեք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները միայն բարձրակարգ սարքավորումներով, իրականացվի պտղի սկրինինգ, ստանալով 4D պատկերներ, ցանկանում ենք ձեզ առողջ հղիություն եւ բարի ծննդաբերություն։ Տեսանյութը, այո, որոշակի պատկերացում ամեն դեպքում կազմեցինք, բայց դուք մեզ ավելի պատկերավոր ամեն ինչի մասին կպատմենք։ Ես ուզում եմ պրոցեսների մասին խոսել, ինչպիսի հղիության պլանավորումից եւ երեխա ունենալուց հետո, ինչպիսի փուլ է սպասվում կանանց, ովքեր արդեն ունեն երեխա։ Դա էլ է, կարծում շատ կարևոր փուլ կանանց համար։ Հետ ծննդաբերական ծննդաբերական շրջանի մասին։
Հղիությունից հետո գալիս է եւս մեկ շատ կարևոր շրջան կնոջ համար, դա հետծննդյան շրջանն է, երբ կինը առերեսվում է մի նոր կարգավիճակի հետ, փոքր երեխայի եւ սեփական առողջությունը համատեղելու հետ։ Հորդոր կանանց եւ հղիներին ապագա, որ հղիությունից եւ ծննդաբերությունից հետո ձեր առողջությանը եղեք մաքսիմալ հետևողական, քանի որ բարդությունները առողջական խնդիրները հղիությունով չեն սահմանափակվում եւ ծննդաբերությունից հետո անպայման պետք է անցնել եւս կանխարգելիչ մի շարք այլ հետազոտություններ։ Տիկին Հովհաննիսյան, ես պիտի խնդրեմ ձեզ մի փոքր խոսենք հետծննդաբերական ստրեսի մասին։ Ինչ է դա իրենից ենթադրում, մենք ամեն անգամ լսում ենք, վախենում ենք դրանից, հասկանալ ինչ է դա։ Նա ապագա մայրիկ է, այս պահին կոնսուլտացիա է կարելի է։ Իհարկե, ես շատ զգացված եմ, որ այդ հարցը ինձ եք ուղղել, որ ճիշտն ասած, հիմա ժամանակակից այս կյանքի հետ մեկտեղ ստրեսները այնքան շատ են, որ կարծես հետծննդաբերական ստրեսն էլ է առաջին պլան գալիս եւ շատ ենք հանդիպում կանանց, որոնք ունեն այդ խնդիրը։ Այստեղ ինձ թվում է համալիր օգնություն է անհրաժեշտ հղիներին, ինչպես ընտանիքում շատ կարևոր է ընտանիքի անդամների դերը, այնպես էլ մեր կողմից մասնագիտացված մոտեցում, որպեսզի օգնենք ժամանակին կնոջ։ Իսկ ով ինձ կբացատրի, ինչից է առաջանում այդ հետծննդաբերական ստրեսը։ Հա, իհարկե։ Նախ քիչ ինֆորմացիա ունենալու խնդիրն է այստեղ եւ տեղեկացվածության, այո, բացակայությունը եւ ինչպես նաեւ ու արդեն ասացինք կյանքը այնպեսին է, որ ստրեսային է ավելի եւ ընտանիքի ներգրավվածությունը շատ կարեւոր է, կնոջը պետքա մի քիչ հղիության ընթացքում ավելի ուշադրություն դարձնել եւ այլն, քանի որ հորմոնալ ֆոնին փոխվում են նաեւ կնոջ ինքնազգացողությունը եւ ավելի ստրեսազգայուն են, այո, կանայք, ինչպես նաեւ տեղեկացվածությունը եւ պետք չի լսել կողմնակի կարծիքներ, օրինակ կողքից կարծիքները, որ այ իմ մոտ եղել է ասենց ծանր դեպրեսիա, մյուսի մոտ այսպես եւ տրամադրվել, որ քո մոտ էլ կլինի դա, չէ, եւ մի հատ շատ կարեւոր նկատառում անեմ, որ մենք օրինակ Դավիթյանց պոլիկլինիկաներում ունենք մայրության դպրոց, երբ որ հղիները հաճախում են, մենք ունենք մայրության դպրոցի մի քանի դաս, որտեղ հղիները հաճախում են եւ ինֆորմացիա են ստանում ամբողջ հղիության ընթացքի մասին, հետծննդյան շրջանի եւ նաեւ երեխայի նորածնի խնամքի մասին, ինչպես նաեւ ունենք հոգեբանի հետ խոսակցություն, խորհրդատվություն, որը որ ներկայացնում է թե ինչպես խուսափել հետծննդյան ստրեսներից, դեպրեսիայից եւ այլն։ Իսկ որպես այդպեսին այդ դպրոցում հայրիկները չեն կարող լինել, լսել օրինակ, եւ հղիները եւ կարող են հայրիկները, ինչպես նաեւ Իսկ գալիս են հայրիկները, շատ հետաքրքիր է։ Դեպքեր ունեցել ենք, բայց շատ չէ, հաճախ չէ, հա։ Եվ նաեւ կանայք, ովքեր պլանավորում են հղիություն դեռ, նույնպես կարող են հաճախել։ Դե որպես ամփոփում բժշկուհի կխնդրեմ որպես հորդոր եւ կոչ կանանց նախ հրավիրել Դավիթյանց կլինիկաներ, ովքեր որ կամ պատրաստվում են հղիանալ կամ արդեն ապագա մայրիկ են, ինչու պետք է անպայման ճիշտ ժամանակին դիմել մասնագետին։ Ես հորդորում եմ մեր սիրելի կանանց, որ ժամանակին դիմեն մասնագետի եւ անպայման դիմեն վստահելի մասնագետի, այսինքն իրենք վստահում են, քանի որ սա շատ կարեւոր է ժամանակին հայտնաբերելու վաղ խնդիրները եւ հետագայում բարձր արդյունավետություն, բուժման բարձր արդյունավետություն ունենալն է, այսպեսով առողջ լինելու գրավականն է ժամանակին դիմել ճիշտ մասնագետին։ Շնորհակալություն ձեր արած աշխատանքի համար, որովհետեւ դուք իրոք այն մարդիկ եք, ովքեր նոր կյանք են տալիս եւ օգնում են, որ այդ նոր կյանքը շարունակվի։ Եվ առողջ շարունակվի։ Շնորհակալություն, ձեզ լավ շարունակություն։ Այսօր Սև ուրբաթ է, այնպես որ դուք էլ հասցրեք որպես բժիշկ օգտվել յուրաքանչյուր հետաքրքիր զեղչերից, այսօր տեղի ունեցող եւ սիրելի եւ խոսափեք նաեւ խցանումներից, որովհետեւ այսօր այդ օրն է։ Սիրելի հեռուստադիտողներ, սա նաեւ ձեզ էր հորդոր, այս բանը առաջարկում ենք կարճատև դադար գովազդի տեսքով, մնացեք մեզ հետ վերադառնալու։ Դիտողներ վերադարձանք, առողջությունից սկսեցինք եւ ինչպես ասում են, առողջության եւս մեկ եւ ամենամեծ մասն է կազմում ուտեստները, որոնք մենք ընդունում ենք եւ այո, ուղարկում ենք մեր օրգանիզմ եւ շատ կարեւոր է թե դրանք ինչով են համեմված։ Եւ սա թնիկի համեմված։ Նաեւ համեմված։
Հա, ես մտածում եմ ամեն դեպքում պետք է հիմք նյութը առողջ։ Դա շատ կարևոր է, ես դրա համար դրամ։ Ինչ կհամեմ ես։ Չէ, համեմունքն էլ է կարևոր, որովհետև Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս եւ յուրաքանչյուր ուտեստ էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ, տեսար, որ համեմունքն է շատ կարևոր։ Ես երբեք չեմ դեմ եղել հակառակը, ես շատ սիրում եմ համեմունքներ եւ ես երբ տանը պատրաստում եմ, անպայման պետք է խիտ համեմունքներ։ Այո, դու նաեւ շատ սիրում ես Վրաստանը ու վստահ եմ, որ Վրաստանից հրաշալի համեմունքներ բերած կլինես։ Արման։ Գնանք Սաթենիկի մոտ, տեսնենք թե ինչպեսի process է, ինչպեսի գործընթաց է, նախապատրաստություն է, նախաճաշը։ Սաթ Ասեմ, որ հավի կրծքամիսը գլխավոր հերոսն է այսօրվա մեր նախաճաշի, ընթրիքի ու տեստի։ Բոլորս միասին պատրաստում ենք հավի լանգետ։ Շատ պարզ, շատ քիչ բաղադրիչներ են հարկավոր այսօրվա համեղ սննդի համար, օգտակար սննդի համար, որովհետև հավի կրծքամիսը հարուստ է սպիտակուցներով, քիչ ճարպերով, նրանք ովքեր սպորտով են զբաղվում, կարող են հանգիստ ներառել իրենց սննդակարգի մեջ, նրանք ովքեր ուզում են իրենց գեղեցիկ կազմվածքը պահպանեն, կարող են հավի կրծքամսից օրինակ լանգետ պատրաստեն, կարող են նագետներ պատրաստեն, առհասարակ հավի կրծքամիսը, ինչպես նշեցի, քիչ ճարպեր ունի եւ բարձր սպիտակուցներ, շատ սպիտակուցներ։ Ես երկու տեսակի լանգետներ եմ առաջարկում, հասցրել եմ առավոտ շուտ, նրանք ովքեր առավոտյան մեզ հետ միասին սուրճը տանը նստած վայելում էին, տեսան, որ ես սննդային թաղանթը փռել էի տախտակի վրա, կիսել էի բարակ մոտ 1 սանտիմետր հաստության վրա, լավ այս նման մուրճով, խոհանոցային մուրճով հարվածել եմ, այնուհետև մառանիկի կողմից առաջարկված համեմունքներով համեմել եմ, մի փոքր թողել եմ, որպեսզի ամբողջությամբ տարածվի ամբողջ մսի մեջ, այնուհետև մի տապակի մեջ, այ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի ես ցույց տամ, թե ինչ եմ արել։ Մի կողմը տապակելուց հետո դրել եմ լոլիկը, պանիրը, սա մի տեսակն է լանգետի, որը առաջարկում եմ ձեզ։ Հիմա պետք է փակեն կափարիչով, որպեսզի ամբողջությամբ եփվի, ախ, ինչ անուշ բույր է։ Իսկ մյուս տարբերակը օգտագործել եմ, սա էլ մի փոքր կարող եմ կամացածրել, ձու եւ պաքսիմատ։ Ինչ եմ արել։ Ձվի մեջ մի փոքր թաթախել եմ, այնուհետև պաքսիմատի մեջ եւ դրել եմ արդեն տաքացված տապակի վրա, մի փոքր ձիթայուղ եմ ավելացրել եւ թողել ենք այստեղ։ Ասեմ սիրելի հեռուստադիտողներ, եթե օրինակ ժամանակ չունեք, չեք հասցնում, մեր գործընկերը Աթենքը առաջարկում է հավի նագետներ, հավի ձողիկներ, ձեր սիրելի 4-ից 6 րոպե հարկավոր, որպեսզի տժժացնեք եւ ձեր քաղցը հագեցնեք։ Ամբողջությամբ ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պաններով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև հավի ձողիկներ, դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է, ինչպես նշեցի, ընդամենը 4-ից 6 րոպե։
աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Իդեպ հավատարիմ հեռուստադիտողներին մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել մեր սիրելի չիպսերի, տնական չիպսերի պատրաստումը, որի համար ոչինչ դժվար հարկավոր չէ, մեզ հարկավոր է, օրինակ, ավանդական լավաշ, որը երեք մնացել է, չգիտեք ինչ անեք, ձեռքով կամ մկրատով կարող եք կտրատել, այս չափի, այնուհետև ափսեն, որը ես արդեն առանձնացրել եմ, վրան լցնելու եք կարմիր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի, մի փոքր սումախ կարող եք ավելացնել, ձիթայուղ եւ լավ խառնել։ Ջեռոցում թողնում եք 10-15 րոպե, եթե շատ եք անում իրար վրա է լցված լինում, այդ դեպքում խառնելու անհրաժեշտությունը լինում է։ Եթե պարզապես ամբողջ տապակով մեկ միասեռ հավասարացնում եք, խառնելու կարիք չի լինում, նորից երևի 4 րոպե, 5 րոպե նայած ջեռոցի ջերմաստիճանին։ Կարող եք թողնել եւ խրթխրթան էֆեկտը ստանել։ Հա, ասեցի խրթխրթան, հիշեցի Ժակոյի կողմից առաջարկված քաղցր մեր քաղցրությունները, որը ապահովում է եւ մեր տրամադրությունը բարձրացնում է հենց այս պահին կլինի ձեր էկրաններին։ Ես էլ իհարկե սիրով ներկայացնեմ եւ այլեմ իմ սիրելի տարբերակը։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետերի լայն տեսականի։ Խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի, փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի կվեստը նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Իսկ մենք շնորհակալ ենք, որ ձեր կյանքի այս պահը ընտրել եք մեր բարելիչյան եթերը, որպեսզի տեսնեք, թե ինչ ենք պատրաստում, թե ինչ հետաքրքիր թեմաների շուրջ ենք զրուցում, թե ինչպես հասկացաք, եւ դեռ պետք է պատրաստեմ չիպսերը մեր սիրելի տնական պայմաններում, հավի լանգետները պետք է առանձնացնեմ, արդեն մատուցման ափսեները պատրաստել եմ, դե ինչ ճիշտ ժամանակն է, որպեսզի խոսքը փոխանցեմ Լիլիթին, Արմանին, թող նրանք շարունակեն, ես էլ անցնեմ պատրաստման ընթացքին չիպսերի։ Շնորհակալություն Սաթ, այս պահին կարծում եմ ճիշտ պահն է ընդմիջնելու, մոտենալու Սաթին, հասկանալու համար, թե ինչ կարող ենք այնտեղից, ինձ մի պատառիկ թռցնել։ Մենք կարճատև դադար կառաջարկենք ձեզ այս պահին, իսկ մեր կարճատև դադարը կլինի իհարկե խոհանոցում, ինչպես Լիլիթը նշեց պատառիկներ թռցնելով։ Մնացեք մեզ հետ։ Չեք մնում։ Չէ։ Հա, մնում են ընդհակառակը։ Մնում են մեզ հետ։ Լավ, այդ դեպքում մենք եկեք ներկայացնենք, առաջարկում ենք ձեզ ներկայացնել համեղ մսամթերք, Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը, որը պատրաստվում է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, սիրելի հեռուստադիտողներ, անարատ եւ բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բտիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակի 92/6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Այո, առաքումն ամբողջ Երևանում անվճար է, զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որ դառնում է Լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, մենք մեր հրաշալի եթերը շարունակում ենք առողջությամբ, այսինքն այնինչ, այո, դրանով սկսել ենք, դրանով շարունակում ենք եւ հետևելով առողջությանն ու առողջ ապրելակերպին, այդ ամենում շատ մեծ դեր ունի ամենօրյա ճիշտ եւ գրագետ մարզումները, ամենօր կարեւոր եւ կիրառելի խորհուրդներով է կիսվում սննդաբան մարզիչ Էլիզա Պետրոսյանը, այնպես որ դիտենք նրա խորհուրդները, լսենք եւ շարունակենք եթերը։
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, միացեք մեզ եւ մարզվեք մեզ այդ յուրաքանչյուր աշխատանքային օր եւ այդ սիստեմատիկ մարզումները կարճ ժամանակ հետո դրական ազդեցություն կունենան ձեր օրգանիզմի վրա։ Այսօր մենք նախատեսել ենք ձեզ համար վարժություններ որովայնի թեք մկանների համար։ Մենք գիտենք, որ բոլորս ուզում ենք ունենանք գեղեցիկ որովայն, իսկ որովայնը պետք է աշխատեցնել իր արտաքին, ներքին եւ թեք մկանների հետ միասին։ Այսօր կանդրադառնանք թեք մկաններին։ Թեք մկանները աշխատեցնելու համար single տարբերակով պետք է ցուցադրված տարբերակով իջնենք ներքև եւ բարձրանանք, ինչպես այս պահին ցուցադրում է Էլենը, բայց ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մարմինը առաջ չգա։ Ես պետք է մարմինը ընդհանուր իջնի կողքով եւ բարձրանա կողային դիրքով առաջ կամ ետ պետք է չլինի։ Նույն վարժությունը single տարբերակից անցում ենք կատարում պահումներին, իջնում ենք ներքև եւ մնում ենք ներքևում այն հաշվով, որքան կատարել եք single տարբերակով, մտքում հաշվում եք եւ անցնում եք զսպանակին։ Այլ ավելի ծանրաբեռնելու համար կատարում ենք զսպանակ։ Այս պահին մենք ցուցադրում ենք գանտելով տարբերակը, կարող եք վերցնել ըստ ձեր ծանրաբեռնվածության ձեզ համապատասխան քաշ, մեզ մոտ բազային քաշ 1.5 կիլոգրամ։ Եվ իհարկե նույնը կատարում ենք մյուս կողմի վրա։ Կրկին single տարբերակով իջնում ենք, ուշադրություն դարձնում ենք, որ մեջքը առաջ կամ ետ չգնա եւ կատարում ենք նույն քանակով, նույն մոտեցմամբ, ինչպես այստեղ single պահումներ եւ զսպանակ։ Եվ իհարկե այլ ավելի ամրացնելու համար որովայնի թեք մկանները մենք կցուցադրենք ձեզ հաջորդ վարժությունը, որը իմ օգնական Էլենը հիմա կդիրքավորվի եւ կցուցադրենք։ Այս վարժության ժամանակ պետք է այս դիրքը ընդունել, ձեռքը այսպես եւ բարձրացնել մարմինը կողային վերև եւ ներքև single տարբերակով 1, 2, 3 եւ այսպես 8 հաշվից սկսում ենք։ Պահումը կատարում ենք նաեւ վերևում ֆիքսելով եւ իհարկե այս ամենը կրկնում ենք նաեւ մյուս կողմի վրա։ Այստեղ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի նույն քանակով կատարենք երկու կողմերում։ Եթե 8-ից ենք սկսել 8 բոլոր հաշիվները։ Եվ այսպես, ինչպես յուրաքանչյուր օր, այսօր եւս մեզ անհրաժեշտ է կատարել մկանային ձգումներ, ինչի համար կխնդրեմ Էլենը բարձրանա վերև, որպեսզի մենք ցուցադրենք։ Մկանային ձգումները, քանի որ աշխատեցրել ենք որովայնի թեք մկանները, ձեռքերը բարձրացնում ենք վեր, ամենահեշտ տարբերակը, որը դուք կարող եք կատարել տնային պայմաններում, կողք եւ իհարկե մյուս կողք կարող են կատարել զսպանակ տարբերակով եւ իհարկե պահումներով բավականին լավ կձգվի մեր թեք մկանները։ Միացեք մեզ եւ մարզվեք մեզ հետ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք եւ մարզվում եք։ Ցտեսություն։ Էլիզայի հետ մարզվում ենք եւ այդ ընթացքում ես առաջարկում եմ հավի նագետ։ Արդեն պատրաստ է։ Հիմա միասին կտեղափոխենք մատուցման ափսեի մեջ, երկու տեսակ եմ առաջարկել հավատարիմ սիրելի հեռուստադիտողներին։ Հավի կրծքամիսը լավ ծեծել եմ, համեմել եմ, այնուհետև վրան լոլիկ եմ մի քանի հատ դրել, որը հակաօքսիդանտներով հարուստ է, այնուհետև հալեցրած պանիրը։ Շատ համեղել եղել, ասեմ, որ իմ գործընկերները արդեն համտեսել են, հիմա միասին կգաղտնազերծենք, արտաքին տեսքը կտեսնեք։ Սա այսպես հավի կրծքամիսը մեր օրվա գլխավոր հերոսն է, այն շատ հարուստ է սպիտակուցներով, միևնույն ժամանակ մի քիչ ճարպեր ունի, այնպես որ եթե ձեր ֆիգուրան պարզապես պահպանում եք, կարող եք սնվել առողջ սննդով։ Իսկ հավի կրծքամիսը մեր լավագույն ընկերն է, այն պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք օգնում են մեր նյարդային համակարգին աշխատել ճիշտ։ Այս մյուս ափսեի մեջ էլ կդնեմ մյուս տարբերակը։ Ուրեմն նորից հավի լանգետը մուրճով ծեծել եմ, այնուհետև ավելացրել եմ վրան համեմունքներ, ձու եւ պաքսիմատ։ Այստեղ նաեւ ունեինք լոլիկ, որի մասին խոսեցի, որ հակաօքսիդանտներով հարուստ է, սա էլ կարող եմ տեղափոխել մատուցման ափսեի մեջ։ Ես առաջարկում եմ ձեզ տարբերակներ, որոնք ուզում եք, դուք կարող եք ընտրել։ Ինչպես նշեցի, նրանք ովքեր սպորտով են զբաղվում, իրենց գեղեցիկ կազմվածքն են պահպանում, հանգիստ կարող եք դուք լանգետը օգտագործել։ Հավի միսը ինչ տարբերակով էլ ուզում եք կարող եք պատրաստել։ Հիշեցնեմ, մեր հավատարիմ գործընկերը Զանգեզուրի թռչնաֆաբրիկան առաջարկում է հավ ամբողջությամբ հավի առանձին հատվածները, այնպես որ կարող եք օգտվել, գնել, սառցեխցիկից հանել սառնարան եւ երբ անհրաժեշտ է պահպանել, պատրաստել։ Իդեպ կարող եմ Մարանիկի կողմից առաջարկված ցանկացած, օրինակ հնդկաձավարը լինի, կարող եմ մատուցել, կողքին դնել, որ այլ ավելի հագեցվածության զգացողությունը ունենանք։ Եվ ինչպես այսօր խոստացել եմ մեր հավատարիմ հեռուստադիտողներին, ներ պատրաստման ընթացքի մեջ է, այստեղ ես համեմունքները լցրել եմ, խառնել եմ, վրան ձիթայուղ կանենք, մենք միասին պատրաստում ենք տնական չիփսեր։ Պարզ բաղադրիչներ են, ավանդական լավաշ, համեմունքներ, սեր եւ ձիթայուղ։ Հենց այս պահին կլցնեմ ձիթայուղը
կխառնենք եւ ինչպես եմ ես դա անում։ Հիմա ձեր աչքի առաջ կանեմ մի քանի հատ այսպես կկտրատեմ, կարող եք ձեռքով կտրատել, կարող եք պարզապես մկրատով կտրատել։ Քանի որ ձեռնոցով եմ, հանգիստ կարող եմ խառնել ձիթայուղը եւ տարբեր համեմունքները, գլխավոր բաղադրիչներից մեկը միշտ ասում եմ դա սումախն է։ Հիմա սա էլ կխառնեմ, հերթով ամեն մի լավաշ պետք է համեմվի, որպեսզի համեղ լինի, որպեսզի ձեր երեխաներին կարողանաք օրինակ նման չիպսերով կերակրեք։ Խոսքը շատ արագ փոխանցեմ Արմանի Ելիլիթին, թող նրանք շարունակեն ներկայացնել մեր հյուրերին։ Համեցեք, խոսքը ձերն է։ Շնորհակալություն Սաթ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, հատկապես մշակութասեր եւ թատերասեր այս դեպքում հեռուստադիտողները, եւ այսպես անգլիացի ականավոր դերասան Էդմոնդ Քինը, որը հեղափոխություն է արել թատերական աշխարհում, բոլորովին այլ տեսանկյունից, մեկնաբանելով Շեքսպիրյան հերոսներին, անձնական հմայքի ու կնամեծարության շնորհիվ գերել է բոլորին։ Եվ այս պատմական ու յուրահատուկ կերպարը կենթանացավ Հրաչ Հաղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ռեժիսոր, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հրաչ Հարությունյանի բեմադրությամբ եւ գլխավոր դերակատարմամբ։ Սպասված բեմադրության բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, տաղավարում են Հրաչ Հաղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Վլադիմիր Մսրյանը, բարի առավոտ, Նարինե Գրիգորյանն ու Մարիամ Ադամյանը։ Պետրոսյան։ Ներողություն, Պետրոսյանը։ Այո, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք նախ ձեզ այստեղ տեսնելու համար, շնորհավորում ենք պրեմիերայի առիթով։ Ու առաջին հարցում ենք, գիտենք, որ դերասանական անձնակազմի համար շատ սպասված ներկայացում է եղել, ուզում եմ հանդիսատեսի արձագանքի մասին խոսել ու ձեր տպավորությունների առաջնախաղից հետո։ Մարիամ։ Որպես ավակ ընկեր Նարինեն։ Կարծում եմ ներկայացումը շատ ջերմ է ընդունվել եւ քանի որ նմանատիպ ֆորմատի եւ նման շքեղության ներկայացում կարծում եմ Երևանում շատ վաղուց չէինք տեսել հանդիսատեսը, շատերի համար շատ ջերմ սիրվեց, շատերի համար շատ սպասված էր միգուցե, որովհետեւ նաեւ անսպասելի, որովհետեւ երբևէ երևի թե չէին սպասում, որ նմանատիպ ներկայացում կլինի, որովհետեւ մի քիչ արդեն գնացել ենք ուրիշ ֆորմատների, ավելի այսօրվա թեմաներին ենք անդրադառնում, ավելի մեր օրերի կյանքն ենք ուզում ներկայացումներում բեմում տեսնել եւ նմանատիպ պատմական անդրադարձը կարծում եմ շատ տեղին էր, որ հենց եղավ դրամատիկական թատրոնի բեմից, նման շքեղությամբ, նման ֆորմատով եւ նման գունային ու ներկա պնակով հետաքրքիր։ Մենք խոսում ենք այո դրամատիկական թատրոնի մասին եւ փաստորեն պահպանվել է ժամանակաշրջան 19-րդ դար, բոհեմական կյանք, շքեղություն, ինչքանով սա ամբողջացրեց թատրոնի էությունը։ Տեսեք, մի քանի հոգու շատ հետաքրքիր արձագանքներ եմ լսել ու այնպես չի, որ բոլորը քո մեջ տպավորվում են, բայց մի շատ հետաքրքիր մեկնաբանություն մեջս տպավորվեց ու վստահ եմ դա շատերի մոտ է այդ զգացողությունը եղել, ասում են, գիտեք, այսօր թատրոնում ինձ օրինակ շատ է ընկճում եւ որ գնում եմ ու տեսնում եմ, որ այստեղից այնտեղից ինչ որ բաներ են գտել, բեմ են հավաքել, այստեղից այնտեղից ինչ որ շոր են հավաքել, այդ խեղճությունը ինձ միշտ ճնշել է թատրոնում։ Այս ներկայացման մեջ վստահ եմ, որ երբ որ ուղակի բեմը բացվում, վարակույրը բացվում է ու այդ պատկերն է լինում, այդ հագուստներով, այդ շքեղությամբ, ես կարծում եմ մարդը միևնույնն է դա սիրում է ու դա դրա վառապացույցը այնա ինչ որ տեսնում ենք, որ մարդիկ շտապում են գալ ձեռք բերել տոմսերը, որովհետև ինչքան էլ ասեն այսօրվա մարդիկ թատրոն չեն սիրում, բայց փաստացի մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից առ այսօր թատրոնը կա ու շարունակում է լինել իր տեղում։ Իդեպ ես համաձայն եմ, հագուստները շքեղ էին։ Մեր էկրաններին այս պահին նաև հատվածներ են ներկայացումից, այո, որտեղ գոնե պատկերավոր կկազմենք պատկերացում կկազմենք, այո, թե ինչպիսի ժամանակաշրջան է բեմում։ Հետաքրքիր է ով է Քինը, ինչպիսի հումանիստ դերասան է եղել։ Մենք ասում ենք, որ կնամեծար էր, փաստորեն հավաքել է Շեքսպիրյան այնպիսի կերպարներ, որտեղ որ ցույց է տալիս թե ով է մարդը, ով է Քինը եղել եւ ինչպիսի նոր լուծումներ է փաստորեն դրամատիկական թատրոնում վերվել Քինի տեսքով։ Եթե խոսքը վերաբերում է Գրիգորի Գորինի ստեղծագործությանը, շատ բաներ է փոխվել, այդ մոտեցում որպես փոխվել, որովհետև կոնկրետ հենց իմ կերպարը օրինակ Սողոմոն, Գրիգորի Գորինի ստեղծագործության մեջ Սողոմոնը բոլորովին այլ կերպ է ներկայացված, թե տարիքով, թե ձևով մոտեցմամբ իր այդ գործողություններին, այդ իրականությանը, բայց մենք Հրաչ Հարությունյանը, այսինքն մոտ 80 տարեկան պապիկ է պիեսում Գրիգորի Գորինի ստեղծագործության մեջ, բայց մենք մի փոքր փոխեցինք այդ
ու այլեկերպ մոտեցանք այդ կերպարին ու իմ կերպարը կոնկրետ Սողոմոնը ես խաղում եմ միակ կերպարը որ խաղում է եւ ներկայացման մեջ 19-րդ դարում ինչպես ասացիք եւ 21-րդ դարում մեր օրերում որպես ես Վլադիմիր Մուսերյան շատ հետաքրքիր մոտեցում, շատ բարդ փորձերին կարող եմ ասել դժվար այնպես չէ որ հեշտ տրվեց իսկ քինի մասին Էդմունդ Քինը ու ես համել այնտեղ որպես պատմիչ եմ ներկայանում լավ է որ ինձ հարցը տվեցիք որովհետև հենց սկզբից ես որպես ովա պատմում եմ թե ով է եղել Էդմունդ Քինը Էդմունդ Քինը 18-րդ դարի ծնված նշանավոր անգլիացի դերասան ով հանդես է եկել Դրուրի Լեյն թատրոնում ու շատ աղմկահարույց անձնական կյանք է ունեցել դրա համար շատ են նրան քննադատել այդ ժամանակաշրջանի հասարակությունը շատ Նեկնամեծար է եղել, պարզ է, որ աղմուկը թևանցուկ կքայլեր։ Համբավ այդ ժամանակահատվածում շատ ավելի բարձր է եղել, քան արքայազնինը։ Արքայազնը միշտ ձգտել է իր հետ ընկերություն անել, այսինքն այդ ժամանակ դերասանները այդքան բարձր տեղում չեն եղել, ոնց որ ասենք հիմա է, չէ, ասենք աշխարհում, բայց ընդհանուր առմամբ այնքան ինքը տիտղոսով այնպիսի տղամարդ է եղել, որ արքայազնը իր հետ ընկերություն արել, Գեորգ Զվարճասրտակ արքայազնը իր հետ ընկերություն է արել։ Փաստորեն սա մարքեթինգ է եւ փաստորեն մարքեթինգը գալիս է դեռ հին ժամանակներից, մենք խոսում ենք տասնամյակ դարեր առաջ, 18-րդ դար, 19-րդ դար, մարդը մտածել է թե ինչպիսի կերպար պետք է ստեղծվի եւ այդ շարժը փաստորեն նաեւ տարածվել է հասարակության մեջ եւ այո, կարելի է ասել, որ Էդմունդ Քինը, որպես այդպեսին նաեւ կարծիք է փոխել դերասանների մասին։ Դեպի լավ, թե դեպի վատ։ Դեպի դեպքում լավ։ Վովան մի շատ լավ, շատ հակասական կերպար է եղել։ Ինքը եւ սիրվել է, որովհետեւ իր տաղանդը անսահման է եղել, եւ սիրվել է բեմում նրա համար խենթացել են, բայց նրա վարած կյանքը շատ հաճախ, այսպես ասած, հակասական կարծիքների առաջ է։ Մի խոսքով հասկացեք։ Տարակարծությունը շատ է եղել, բայց միևնույնն է ինքը շատ տիտղոսով մարդ է եղել, որ նույնիսկ արքայազնն է իր հետ ընկերություն արել եւ Նարինեն, որը եւ Նարինեն, որը խաղում է Դանիայի դեսպանի կինը, իսկ դա հաստատ այդպես է եղել, այդ կերպարը կապ է ունեցել եւ արքայազնի հետ եւ դերասան Էդմունդ Քինի հետ, այսինքն ինքը այդքան եղել է, որ իրեն թույլ են տվել մտնել առհասարակ դեսպանի տուն, դեսպանի Իրականում մենք առաջնախաղը տեսել ենք, փայլել եք բեմում, շատ հաճելի էր դիտել ներկայացումը, բայց մենք պատրաստի պրոդուկտն ենք տեսել, հիմա ուզում եմ մի քիչ խոսենք փորձերի մասին, ինչպես են ընթացել, կային ինչ-որ հատվածներ, որոնք իրոք սենց դերասանի համար շատ ոչ իր ափսեի մեջ էին, ու դուք դրանք, այո, մարտահրավեր էին եւ դուք դրանք հաղթահարել եք։ Ընդհանուր գործը ոչ իր ափսեի մեջ էր, որովհետեւ մենք ներկայացնում ենք, չէ, ինչի համար եմ ասում, որովհետեւ մենք ներկայացնում ենք այլ ժամանակաշրջան այլ ժամանակաշրջանի սովորույթներ եւ այլ ժամանակաշրջանին հատուկ օրգանիկա, բայց պետք է փորձենք այնպես անեինք, որ հիմիկվա իրականության, հիմիկվա հանդիսատեսի համար դա հետաքրքիր լիներ ու նայվեր, այդքանով շատ ավելի տարբերվող։ Ես ասեմ, որ ինձ օրգանիկան չի խանգարել բացարձակ թեկուզ։ Դա աշխատանքի արդյունք էր, այո, երևի, որովհետեւ այդքանով շատ ավելի բարդ էր, քան մնացած գործերին մոտենալը։ Իսկ փորձերի մասին էլի եմ ասել, որ շատ տխրել եմ, երբ որ այսինքն մեր առաջնախաղի օրը երևի բոլորը ուրախ էին, բացի դերասաններից, որովհետև վերջացան այդ գեղեցիկ օրերը, որ մենք ամեն օր, այո, ամեն օր իրար տեսնում էինք, ամեն օր իրար հետ աշխատում ենք, այդքան լավ են անցել փորձերը ու դա միայն կարծում եմ Հրաչյա Հարությունյանի շնորհիվ։ Շատ լավ, քին ներկայացում, պահպանված ժամանակաշրջան, հետաքրքիր է մեր օրերում ինչքանով է ակտուալ այն ասելիքը, որը դուք եք փորձում տեղացնել հանդիսատեսին, ինչի մասին է ընդհանրապես այն առանցքը, ասելիքը, որը որ համապատասխանում է այս ռիլերի եւ շորթերի ժամանակաշրջանին։ Իրականում թատրոնը եւ ընդհանրապես ներկայացումը ասելիքը համամարտկային է, հումանիստական է, ես կասեի, այսինքն սիրո, ընկերության, հավատարմության, դավաճանության, կրքերի, բայց ընդհանուր առմամբ մարդասիրության մասին է։ Այսինքն կենտրոնում է
SPS-ի կենտրոնում է մարդը, իր տեսակով, իր թերություններով, իր առավելություններով, բայց իրականում մարդը այնպեսին ինչպեսին որ կա։ Այսինքն գործի հիմքում հումանիզմն է։ Եվ այն հնչողությունը, որը դրել է Հնաչե Հարությունյանը մի քանի մենախոսություններ նաև ներգրավելով SPS-ի մեջ, հումանիզմն է։ Եվ մի բան էլ այս թեման ասեմ, այնքան հետաքրքիր, այ շատ հետաքրքիր բան ասացիք, նույնիսկ այդ Instagram-յան կարճ ռիլեր եւ այլն ամեն ինչը հակառակը ոչ թե դա պակասեցնում է թատրոնի կամ ինչ որ մի այլ աշխատանքի կարևորությունը, այլ հակառակը ավելացնում է, որովհետեւ միևնույնն է հանդիսատեսը, երբ որ գնում է ու ինչ որ ներկայացում է նայում, ինքը պետք է մտածի, որ ես սա չէի կարող անել։ Իսկ երբ որ ինքը կգնա ու կնայի մի բան, որը կասի, բայց ես էլ կարող եմ անել, այդտեղ ուրեմն չի կատարվում հրաշքը։ Շատ հետաքրքիր է, ես այս հարցը միշտ բոլոր դերասաններին տալիս եմ, քանի որ եթե ժամանակը կարճ է, կխնդրեմ մի քիչ հակիրճ պատասխանել։ Ներկայացումը երկու գործողությամբ է, արդյոք դերասանին չի խանգարում այսպիսի մասշտաբային ներկայացումից ունենալ sense փոքրիկ անտրակտ, այո, ընդմիջում ու շարունակել ներկայացումը։ Այդ ձեզ համար խնդիր առաջացնում է, թե չի առաջացնում։ Այսինքն անտրակտն է մեզ խանգարում, թե ոչ։ Չէ, ուղղակի այսպեսի մի բան էլ կա, քանի որ առաջին եւ գործողության միջև կա ժամանակաշրջան, ժամանակահատված է անցնում մոտավորապես մոտ մի 10 տարի։ Մենք նաեւ պատրաստվում ենք հոգեպես, որ արդեն գնում ենք մեր երկրորդ փուլին։ Հրաշք։ Ու շատ արագ ենք պատրաստվում, այնտեղ նույնիսկ մի սեղանի համար այնտեղ կռիվներ են լինում, որ արագ նստելու մաս չէ կռիվ ասելով լավ է։ Բայց ամեն դեպքում արագ 10 րոպեում արագ պատրաստվում են, որովհետև Ես մի փոքր անհամեստ կպատասխանեմ ներողություն իհարկե, բայց մենք Արմեն Խանդիկյանի, Հրաչյա Հարությունյանի դպրոցը անցած մարդիկ շատ սովոր ենք այդ ամեն ինչին, էլի, այսինքն այդ ընդմիջումը 15 րոպե կլինի, կես ժամ կլինի, թե 20 օր կլինի, մեկը վաղն ներկայացնում ենք։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար, որ դուք սովոր եք դրան, հուսով եմ այդպես էլ կշարունակվի։ Դե ինչ շնորհակալություն ենք հայտնում ձեզ, շատ հրաշալի ներկայացում էր իրոք, ես իմ կարծիքը ձեզ ամեն դեպքում հայտնեմ, ես շատ հավանել եմ ու հանդիսատեսին եւս խորհուրդ եմ տալիս, որպեսզի գնեն տոմսերը եւ Դեկտեմբերի 19-ը հաջորդ ներկայացումը եւ այս ամիս 29-30, չգիտեմ տոմսեր դեռ մնացել են թե ոչ, բայց 19-ին կարծում եմ դեռ կհասնի։ Հետագայում կլինեն ամեն։ Հրաշալի։ Դե մաղթում ենք լավ ընթացք, հաջողություններ եւ մեր տաղավարում ստացվում ենք հերթական էլ ավելի գեղեցիկ եւ հետաքրքիր ներկայացումների մասին պատմելու եւ լուսաբանելու մեր կողմից հեռուստադիտողին, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, երբ թատրոնում եք, անպայման անջատեք բջջային հեռախոսները, գոնե կամ փորձեք չխանգարել որպես այդպեսին ձեր կյանքից բերված թողու բոհով։ Այնպես որ արտիստներն աշխատում են, թույլ տվեք նրանք հավուր պատշաճի կատարեն իրենց աշխատանքը ձեզ համար։ Շնորհակալություն, այս պահին կարճատև գովազդ է, մնացեք մեզ հետ, որովհետև հետաքրքիր արժևում է մշակութային զրույցները անպատասխան։ Շարունակվում են, Բարի առավոտ եւ մենք ազդարարում ենք, որ մշակութային թեմաները մեզ մոտ շարունակվում են եւ 20-րդ դարի հայկական արվեստը երկար տարիներ ներկայացվել է որպես երկու աշխարհների բաժանում՝ խորհրդահայ եւ սփյուռքահայ։ Մենք մեկը ներսում փակ գաղափարական սահմաններով, մյուսը ազատ, բազմաբևեռ աշխարհին բացված։ Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող մոդեռնիզմի հոսքեր ցուցահանդեսը, որը ցույց է տալիս, որ նույնիսկ երկաթե վարագույրների ամենախիստ տարիներին հայկական մշակույթը շարունակվել է եւ շարունակել է շնչել մինչեւ Երևանից Փարիզ, Բեյրութ, Մոսկվա եւ Նյու Յորք։ Հետաքրքիր զրույցի մասին մենք արդեն զրույց կունենանք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Ես սիրով ներկայացնում, տաղավարում են Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարի բաժնի գիտաշխատող, ցուցադրության համադրող Հասմիկ Վադալյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ իսկապես շատ հետաքրքիր աշխատանքի մասին ենք զրուցելու ցուցահանդեսի, որը որ փաստորեն 40 արվեստագետի 100 աշխատանք առանձնացված է եւ սփյուռք, Հայաստան սփյուռք կապն է եւ խորհրդահայ արվեստագետներ, այնպեսի գաղափար էր Վիգեն կարելի է մի փոքր էքսկուրս անել այս գաղափարի մասին եւ արդեն հասկանալ թե ինչպես ենք բացահայտում մոդեռնիզմի հոսքերը խորագրով այս ցուցահանդեսին։ Շատ լավ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ցուցահանդեսը ըստ էության որոշակի ժամանակագրական փուլ է ներկայացնում 20-րդ դարի հայ արվեստի պատմության
ընթացքում 1940-ականներից մինչև 1960-ականների վերջը դա կարելի ասել ինչ-որ առումով սառը պատերազմը բնորոշող այդ ժամանակահատվածներ քաղաքական եւ հենց այդ ժամանակ է որ համարում ենք ինչ-որ առումով որ նախ Խորհրդային Միությունը, բայց Հայաստանը նույնպես փակվեց ընդհանուր մեծ աշխարհից եւ միայն սկսվեց այդ երկաթե վարակուրը ինչ որ առումով բացվել կամ ճկվել 1950-ականներից հետո Խրուշչովյան ձնհալի ընթացքում եւ հայկական խորհրդահայ մշակույթը եւ արվեստը սկսեց մի փոքր առնչվել նաեւ արևմուտքի կամ համաշխարհային արվեստի զարգացումների հետ ու այդ պատկերացումները շատ արմատակալած պատկերացումներ են եւ այս ցուցահանդեսը գալիս է մի փոքր դա հարցադրելու եւ կոտրելու, որովհետեւ ուզում ենք ցույց տալ, որ նախ եւ առաջ հայկական խորհրդահայ հայաստանյան արվեստը միշտ էլ եղել է որոշակի կապի մեջ եւ հարաբերությունների մեջ միջազգային համաշխարհային զարգացումների հետ եւ դրանում իհարկե ահռելի դեր եւ ազդեցություն ունի սփյուռքը հայ մշակույթը, սփյուռքը հայ արվեստագետները եւ դա մի հետագիծ է, պատմական շատ կարեւոր մշակութային հետագիծ է, որը ցավոք սրտի ինչ օրս մեզ մոտ լավ ուսումնասիրված եւ նույնիսկ գիտակցված չէ։ Եվ սա մի փոքր քայլ է այդ բացը կամ սխալը ուղղելու։ Այ հետաքրքիր է ցուցադրության ժամանակ որներ են ամենախոցելի եւ կիզակետային պահը, որը որոշակի բացահայտում է արել ձեզ մոտ հայ մոդեռնիզմի մասին։ Գիտեք, բազմաթիվ բացեր կան, բազմաթիվ հարցեր կան։ Այս ցուցահանդեսի ընթացքում ես ու Հասմիկը, որ աշխատում ենք, ուզում ենք նախ հասկանալ օրինակ ինչ է ցուցադրվել այդ տարիների ընթացքում դրսից, հա, այսինքն քանի արվեստագետ է դրսից ազգությամբ հայ արվեստագետ է ցուցադրվել, քանի անհատական ցուցահանդես, խմբական ցուցահանդես եւ այլն, ու շատ քիչ են տեղեկությունները, փաստագրական նյութերը։ Նաեւ օրինակ մեզ համար մի քիչ տխուր փաստեր են, որ 1946-47 թվականին հայրենադարձված արվեստագետներից շատերի ժառանգությունը ըստ երևույթին կարելի է համարել կորած։ Օրինակ կա հրաշալի մի արվեստագետ Տիգրան Սուչյան անունով, որից ազգային պատկերասրահում կա ընդամենը մեկ գործ, եւ այդ միայն այդ գործի հիման վրա կարելի ասել, որ բացառիկ արվեստագետի հետ գործ ունենք, բայց ընդհանրապես այլ հետք չկա։ Եվ այլն եւ այլն, այսինքն ցուցահանդեսը նաեւ որոշակի միջոց է ցույց տալու, թե ինչքան աշխատանք կա դեռ տանելու այս անուններին վերաբացահայտելու, վերարժևորելու առումով, եւ սա միայն ընդամենը մասնակի հատվածային շատ ներկայացում է, որովհետև գրեթե ամեն արվեստագետի շուրջ կարելի է առանձին հետազոտություն եւ Հասմիկ, խնդրեմ ասեք, թե որ արվեստագետներն ընդհանրապես ներկայացված եւ ինչպիսի աշխատանքներ են ներառված։ Հետաքրքիր է, Վիգենը խոսեց արդեն փոխառնչությունների մասին, ես պետք է նշեմ նաև, որ արևմուտքի արվեստի տենդենսները, այսպես ասած, մուտք գործեցին մի քանի ճանապարհով սովետական Հայաստան, խորհրդային Հայաստան, դրանցից առաջինը հայրենադարձությունն էր, որ կազմակերպվեց 40-ական թվականներին, ամենամեծը 46 թվականն էր։ Հետագայում եւս, երբ ստեղծվեց նաև հենց Սփյուռքի կոմիտեն, շատ ավելի այսպես պաշտոնական երանգ ստացավ այս ամենը եւ իրենք կազմակերպում էին ոչ միայն մշակութային միջոցառումներ, այլև հենց հայրենադարձությունն էին կազմակերպում։ Եվ առաջին հոսքը, այսպես ասած, դա 46-ի ամենամեծ հայրենադարձությունն էր, որի արդյունքում Հայաստանում հայտնվեցին, այսպես մեծ սիրով, չգիտեմ, կարոտով, հա, այսպես կալենց ամուսինները, հայտնվեցին նաև Արամիկը Ղարիբյան, Բարթուղը Վարդանյան, սրանք իրականում ռումինահայ արվեստը ներկայացնող, լիբանանահայ արվեստը ներկայացնող շատ հետաքրքիր, այսպես խումբ է նկարիչների, ինչպես նաև Պետրոսը Կոնտրաջյան, կարծում եմ Փարիզյան
ավանգարդի ու Փարիզյան դպրոցի լավագույնելի ներկայացուցիչներից մեկը։ Գիտեք, յուրաքանչյուրը իրականում այս շրջանում եկած արվեստագետների հանդիպեց մի մեծ պատնեշի, որը կոչվում էր սոցիալիզմ, այսպես մշակույթի արվեստի աշխարհում, ու իրենք առասարակ չէին հասկանում ինչ բան է կոմունիզմ, ուր մնաց թե հասկանային ինչ բան է սոցիալիզմը։ Չէ, հասկանում են, բայց իրաց պատկերացրած կոմունիզմը շատ հեռու է իրականությունից։ Յուրաքանչյուրը յուրովի փորձում էր անցնել, հա, այս պատնեշը ու ոչ բոլորին էր դա հաջողվում, ինչպես Կոնտրաջյանի դեպքում, ով պարզապես կյանքին վերջ տվեց, հա, այսպես։ Հաստատեն սա նաև ոճային տարբերությունն է, միանշանակ հրաշալի ընդգծում է, թե ինչպեսի խորհրդահայ եւ սփյուռքահայ արվեստագետների ոճային։ Նաև այն, որ իրականում, որտեղ միշտ գիտեք հարց է առաջանում, օրինակ եթե կան այդ երկու բևեռները, հա, այդ դրսում տասնյակ տարբեր երկրներում աշխատող արվեստագետները ինչն է իրենց կապակցում հայ արվեստ հասկացողության հետ։ Կարանք տարբեր պատճառներ, որակավորումներ տանք, բայց այստեղ կոնկրետ պատմական փաստերի մասին ենք արդեն խոսում, որ տեսնում ենք, որ գործնական, անձնական, մշակութային, ինչ որ առումով նաև քաղաքական փոխառնչությունների միջոցով է այդ հայկական արվեստ 20-րդ դարի հայկական արվեստ հասկացությունը ձևավորվել, այսինքն այն ինչ որ կապում է նույն Կոնտրաջյանին կամ Հարություն Գալենցին կամ Հակոբ Հակոբյանին հայկական արվեստի հետ, դա ոչ թե ինչ որ ոճական կամ թեմատիկ կամ ինչ որ էութենաբանական կապերն են, այլ այն, որ իրենք գտնվել են մի շատ ավելի լայն մշակութային հարաբերությունների դաշտում, որը մենք ասում ենք հայկական մշակույթ, որը չի սահմանվում զուտ Հայաստանի կամ խորհրդային Հայաստանի սահմաններով, այլ շատ ավելի մեծ երևույթ է։ Այսինքն ցուցահանդեսը նոր լույսի ներքո է ներկայացնում հայ արվեստ կոչվածը, այդ տարաբաժանումները, որ կան, այստեղ փորձում ենք համատեղել ու բարձր դիտակետից նայել այս ամենին ու տեսնել ընդհանրությունն ու հայկական արվեստ ասվածին նոր այսպես հայացքով նայել։ Նաև հակասություններն ու բազմակողմանությունները։ Այստեղ այցելուները շատ ու շատ, այո, եւ հակասություններ կգտնեն, եւ բնականաբար կտարբերակեն, եւ հաստատ անձն աչքով կտեսնես սա սփյուռքահայ արվեստագետ է, սա լրիվ խորհրդահայ վիճակների մեջ ստեղծագործած աշխատանք է։ Երբ կլինի մինչև երբ է կձգվելու ցուցահանդեսը, երբ ունեն հնարավորություն այցելուները դիտելու այս ցուցահանդեսը։ Այցելուները դեռ 3 ամիս, այսպես ասեմ, հա, իրենց արժև ունեն, կարող են գալ, վայելել։ Իմիջիայլոց ներկայացում է ոչ միայն գեղանկար, այլ նաև գրաֆիկա եւ քանդակներ, այսինքն բազմակողմանի է ներկայացում եւ այդ թվում նաև արխիվային նյութեր են ներկայացվում, որտեղ կարող են տեսնել Վիգենի ասած հենց այդ նույն ցուցահանդեսի առնչվող եւ հոդվածներ, կատալոգներ, արվեստագետներ, որոնք դրսում են ունեցել ցուցահանդեսներ եւ Սովետական միությունում, Հայաստանում են ունեցել ցուցահանդեսներ, այսինքն եղել են, հա, այսպես քայլ առաջ, մեկ ընդառաջ, այսպես մեկը մյուսին հասկանալ։ Այո, բնականաբար։ Ես մնում եմ ձեզ միայն շնորհակալություն հայտնել այսպիսի ահռելի աշխատանքի համար, որովհետև կարծում եմ, որ ձեր աշխատանքից, այո, շատ կարևոր աշխատանքի համար, կարծում եմ, որ այս աշխատանքի շնորհիվ նաև Հայաստան-Սփյուռք մշակութային կապը այլ ավելի կամրապնդվի ձևավորվի։ Եվ մշակութային երկխոսությունը միանշանակ տեղի ունենում։ Վիգեն, դուք մեր հավատարիմ հյուրն եք, բազմիցս արդեն մենք գիտենք, թե ինչպեսի հրաշալի ցուցահանդես է սպասվում, հասմիկին էլ այնպես չէ, որ առաջին անգամ ենք հյուր ընկալում։ Պես որ այո, սիրելի հեռուստադիտողներ, անպայման գնացեք ազգային պատկերասրահ եւ մասը եղեք խորհրդահայ, սփյուռքահայ մշակութային երկխոսության շատ հետաքրքիր աշխատանքներ դիտելիս։ Բայց այս ամենը բնականաբար պետք է ունենա իհարկե հստակ ապահովություն, այո, պետք է բնականաբար մենք գիտենք, որ ազգային պատկերասրահն եւ ընդհանրապես արվեստի բարձր նմուշները պետք է լավ պահպանվեն, որովհետեւ Լուվրի օրը չընկնեն։ Իսկ մենք այդ հարցում ուզում ենք ձեզ ներկայացնել մեր լավ գործընկերոջը, բայց անպայման մնացեք մեզ հետ, որովհետև թե գովազդ դիտենք, նոր ներկայացնենք։ Կարծում եմ ներկայացնենք, հետո գովազդ կդիտենք։ Պաշտպանությունը շատ կարևոր է եւ մենք ունենք հրաշալի գործընկեր այդ առումով, Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգություն ընկերությունն առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչեւ հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն
ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ գրուպին զանգահարելով 099 27 50 07 հեռախոսահամարով։ Ի դեպ Նորապատ գրուպ ունիվերսալ անվտանգության ընկերությունը անհրաժեշտ են հմոտ եւ պատասխանատու որակավորված աշխատակիցների։ Եթե դուք արագ արձագանքման հնարավորություն կարողություն ունեք եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամար։ Սա ապահովության համար սիրելի հեռուստադիտողներ գնում ենք ազգային պատկերասրահ մասը լինելու մշակութային անցուդարձին, իսկ հիմա գնում ենք գովաստ, որովհետև շունչ քաշելու հնարավորություն Մենք վերադարձանք, բայց կարճ վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, ունենալով եթերաժամանակի սղությունը, այս պայն առաջարկում ենք որպես այդպեսին հայտնվի ձեր էկրաններին նախաճաշի տեսքը ընդհանուր խոշոր պլանով, դուք էլ նախ պատկերացում կկազմեք, երկրորդ եթե հետևել եք բնականաբար նույնը ունեք ձեր բնակարանում, ահա, ինչպիսի համեղություն, ախորժաբեր, մի ախորժալի նախաճաշ, սպիտակուցներով հարուստ։ Իսկ եթե չեք հետևել, կարող եք Facebook-յան էջում տեսնել բաղադրատոմսը եւ պատրաստել։ Այսքանն էր մեր այսօրվա եթերը, փորձեցինք ամեն դեպքում ձեզ ինֆորմացնել, թե ինչ է տեղի ունենում մեր մայրաքաղաքում եւ մարզերում։ Այնպես որ եղեք առողջ, եղեք լավ եւ օրը սկսեք։ Այո, կից եղեք մշակութային եւ այո, օրը սկսեք մեզ հետ մշակութային անցուդարձ ունեցեք, օդի աղտոտվածության դեմ քայլեր ձեռնարկեք։ Կհանդիպենք։ Հաջողություն։